Սոցիալական ծրագրերից անդին նաև տնտեսական եւ անվտանգային հարցերն տեսանք տնտեսական անվտանգային տարածաշրջանային խնդիրներն են դիվերսիֆիկացիայի մասին են խոսում այսօր իշխանությունները եւ անվտանգային եւ տնտեսական հնարավորությունները դուք ինչպես եք տեսնում, որովհետեւ ձեզ սովորաբար ասոցիացնում են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց տեսել ենք, որ վերջին տարիներին ավելի կորելացիան մեծացել է տնտեսական հենց այս իշխանությունների ժամանակ։ Այս դրան ինչ եք հակադրում։ Մի բան, անվտանգային տեսեք մեր երկրի անվտանգությունը խարխլված է։ Ինչ պետք է անենք այդ պահին, ամենաճիշտ բանը ինչն է։ Գտնենք միակ գործընկերոջ ում այդ առևտուր ենք անում ու հարաբերությունները վատացնենք։ Եթե երեք Սամվել Կարապետյանը շատ կարևոր ուղերձներ է ասել, ամենակարևոր ուղերձներից մեկը, եթե Ֆրանսիան պատրաստ է մեր հետ կնքել ռազմական համագործակցության պայմանագիր, կնքենք, սիրելի հայրենակիցներ, ռեկլամային մի նայեք, բնույթը ինչ են ստորագրել երեք, եթե Ֆրանսիան պատրաստ է, մի քանի դիվիզիոն բաստիոն ա բերել, դա է ուզում ցույց տա ժողովուրդն նոր տեսակի բաստիոնը տեսնեն, մտածեն, որ բաստիոնով հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Անվտանգությունը ապահովում է համապարփակ, ռազմական արդյունաբերությամբ եւ ընդհանրապես բանակի վերափոխմամբ։ Նորմալ դիվանագիտությամբ մենք ունենք մնացել է ընդամենը 2-3 գործընկեր, ում հետ դեռ առևտուր ենք անում, ում հետ կան ինչ-որ ռազմական մինիմալ փոխգործակցություններ։ Էդ էլ քանդեն Այ դա էլ ձիրքն է հիմնական երկրի ղեկավարի։ Երկրի Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցությունն է իշխանության, որի հետ արժեքային առումով դուք գիտեք, որ արժեքային առումով քրիստոնեական արժեքների վրա հիմնված կուսակցություն է, ով իշխանության վրա է, երկրի ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգների գործարար է։ Մենք տեսնում ենք կա ընդհանրություններ, կան եղել են կապեր իրար մեջ, կա Ամերիկայի Միացյալ Նահանգների այս իշխանությունների հետ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում աշխատանքի։ Եվրոպական միության մի շարք լիդերներ, ովքեր հեսա պարտվելու են ընտրություններում, պետք է մենք հասկանանք, օրինակ, 1 տարի հետո Ֆրանսիայի ղեկավարը ով է լինելու։ Ամենայն հավանականությամբ բոլոր հարցումներով Ֆրանսիան փոխվելու է երկրի ղեկավար։ Տեսնենք ինչ դիրքավորմամբ ղեկավարը լինել, բայց Հայաստանի ղեկավարը չի կարող Ֆրանսիայի ղեկավարի հետ բարեկամ չլինել։ Բոլոր մեր առաջնորդների ժամանակ, հիշում եք ֆրանկոֆոնիան, հիշում եք մինչև այդ Ֆրանսիայի ղեկավարները եկել են մեր ազգերը բարեկամ, եղբայրական, բարեկամ ազգեր են։ Երկրի ղեկավարի ձիրքը չէ, դա ազգի ընդհանուր երկու ազգերի ձիրքն է։ Ու դա ոչ մեկ չի կարող դա ոտնատակ տալ, ոչ մեկ չի կարող այդ բարեկամությունը մենք միայն զարգացնելու ենք։ Երբ ասում են Ֆրանսիայի հետ հարաբերությունները լավացնումը, հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, ինչքան է աճել արտանումը Հայաստանից Ֆրանսիա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակ 20%-ի չելա։ Իսկ Ռուսաստան ինչքան է աճել։ Ռուսաստան 400 անգամ ավելի շատ ապրանք ենք սկսել ուղարկել, քան Ֆրանսիա ենք ուղարկում։ 18 տիպ։ Տարածք Պարոն Կարապետյան, բան էլ հարցնեմ, ազգային ժողովի մոտ այս ընտրությունը ստեղից մեկնարկը նորից մի հատ հիմնական, այո, 8 տարի առաջ այսօրը այստեղ իշխանության է եկել մի մարդ, ով խոստացել է ամեն ինչ, բայց մեր ժողովուրդը ստացել է գրեթե, այո, շնորհակալ եմ։ Ավարտեմ։ 8 տարի առաջ իշխանության է եկել մարդ, ով այսքան բա խոստանալուց հետո մենք այսօր տեսնում ենք, որ մեր ժողովրդին համերաշխություն է պետք, անգամ լրագրողական համայնք։ Բայց դուք ներեք, էլի կարծականքեք, պարոն Կարապետյան։ Այս մարդկանց փոփոխության համար մենք հայ ժողովրդին, բոլոր ընդդիմադիրներին կոչ ենք անում, բոլոր ընդդիմադիր հայացքով մեր հայրենակիցներին, ժողովուրդ ջան, ժյուրի մրցույթ չի, մենք պայքարում ենք, մեր հայրենիքն է, բայց մենակ մեր հայրենիքը չի, ձեր հայրենիքն էլ է, մտել ենք այս պայքարի մեջ, մինչև վերջ պայքարում ենք, մասնակցեք, աջակցեք իրար հետ, փոխենք, փոփոխություն է պետք, այս մարդկանց ճամփել է պետք, իրանք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ, կռիվ են մտցնում շրջապատում, ուր հայտնվում են ձախողում կա, միակ հաջողությունը պարտք վերցնել ծախելն է,
պետքա փոխենք, պետքա այս շենքը չլինի տխրություն հիշեցնող, ստրեսներ հիշեցնող, պարտություն հիշեցնող շենք։ Այս շենքը պետքա լինի մարդկանց համար հույսի տեղ։ Մենք վերադառնալու ենք այստեղ 1.5 ամսից եւ այդ ժամանակ մենք սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը։ Կարապետյան իմ դեպքում եթե կարելի 24 ժամ ժամանակ է դրա եթե տեսանյութի տեսել եք ձեր գրառումից հետո ասում է Նարեկ Կարապետյանին 24 ժամ ժամանակ է տալի ինչու այդպեսի խոսույթով խոսում ու իմ անունը չի նշում ասում է որ բախվում եք գուցե ձեր հաստաբաններն են խոստվել որ իր անունը չնշեք խնդիրներ չունենաք այդ ձեր գրառման մասը խոսքը խաղատների հետ կապված Շատ լավ տեսեք չեմ Մարդը երևի չի պատկերացնում, որ ինքը չէ, ինքն էլ մի հատ ուրիշ գործիչ էլ կա, ինչ որ ժամանակ տալու հետ կապված բաներ ունեին։ Իրենք չեն ժամանակ տվողը, իրենք իհարկե մեզանից ժամանակ խլողներն են։ Իրենք խլել են մեր ժողովրդից բազմաթիվ 24 ժամեր։ Իրանց ներկայությամբ իրենք ելնում են, իրանց լավ զուգված զարդարված ման են գալի, ժողովրդին հույս են ծախում, վերջում մարդիկ մնում են իրանց խրճիթներում, իրանք էլ ամեն տարի ավելի բարեկեցիկ են ապրում։ Իրեն պատասխանել եմ, անունն էլ նշել եմ, հետո էլ նեղացել է, որ անունն եմ նշել։ Ես չգիտեմ ինչից ոնց ասենք։ Նշել եմ անունը հետո։ Խլելուց խոսեցիք, հեծը խլելու մասին։ Տեսեք, մի հատ ուրիշ բան, երկրորդ պոստում նաև ներկայացրել եմ խաղատների հետ կապված, օնլայն կազինոների հետ կապված։ Մեր առաջարկն է սահմանափակել խաղադրույքների չափը, փոքր չափեր դնել, որպեսզի մարդիկ տները չկրվեն, բիզնեսները չկրվեն, իրենց ամենօրյա աշխատավարձը չկրվեն։ Դա վատ բան է։ Եթե վատ բան է, թող ասեն վատ բան է։ Ինչու է ինքը ամեն անգամ բերում այդ օրենքները փոխում ու 20 միլիարդ դոլար խաղադրույքներ են արել։ Երկրի հնան 30 միլիարդ դոլար է ժողովուրդ։ 20 միլիարդ խաղադրույք է արել հայ ժողովուրդը անցած տարի։ Էսի երկրի տնտեսությունը ոնց է զարգանալու։ Երբ մեջը այդքան կորուստ ենք տալի, այդքան խաղադրույք արվում, այդ գումարները ուր է գնում։ Մեր առաջարկն է փոխենք Սահմանափակենք, չեմ ասում փակենք, որտեղ հայ բիզնեսներ են, թող զարգանան, դուրս ելնեն, դրսի շուկաներ, սահմանափակենք չափը, դրույքաչափերը։ Կարող եմ մի բան հարցնել։ Կարապետյան դուք ասացիք, որ սոցիալական ծայրահեղ աղքատության մեջ գտնվողներին 150,000 դրամ գումար ախտվել։ Այդ ձեր նախաձեռնությունն էլ է քննադատության ենթարկվել այն համատեքստում, որ դուք փոխանակ կտանեք, որ մարդիկ աշխատեն, բացի ձեր 300,000 աշխատանքներ ստեղծելուց, դուք մարդկանց գումար եք տալիս եւ այդպիսով սովորեցնում, որ իրենք ամսական այդքան չափով գումար են ստանալու եւ պարզապես չեն աշխատելու։ Եկեք մի բան ասեմ, Էլի ջան, ով որ ցանկանում է, որ չանենք այդ ծրագիրը, իր ընտանիքով թող գնա 2 ամիս այդ խրճիթներում մարդկանց, այն խրճիթներում, որ մենք գյուղեր այցելությունից տեսնում ենք, թող ապրեն։ Մի հատ այդ մարդկանց կյանքով ապրեն, գան մեծ խոսան։ Մարդկանց պատկերացրեք, ասում խթանեք, մենք չենք կարող 6 ամսվա ընթացքում արդյունաբերական զարգացումը 5 տարի է տևում։ Մենք այս հարյուրավոր գործարանների կառուցումը տևելու է 5 տարվա process է, բայց մարդիկ ծայրահեղ աղքատ են այսօր։ Երբ հայ ժողովրդի մեջ կան այսքան միլիոնատերեր, միլիարդատերեր Սփյուռքում, ովքեր իրապես լավ իշխանության ժամանակ հարգալից իրենց հանդեպ իշխանության ժամանակ ուզում են օգնել իրենց հայրենակիցներին։ Երբ որ գան, օգնեն, բյուջեն որևէ 30% է մասնակցում, այն էլ հետո հարկերով հետ կստանա, 70%-ը մեր շրջապատի գործընկերներն են անելու ժողովրդի համար։ Դրանից լավ ծրագիր ոնց կարելի է քննադատել այդ ծրագիրը։ Կարապետյան, ես ուզում եմ իմանալ, քանի որ Քարոզարշավը մեկնարկեց, երբ պարոն Սամվել Կարապետյանը կալանքի տակ է լինելու։ Ուզում եմ իմանալ ոնց է ինքը այս փուլում, ինչ մասնակցություն է ունենալու, ոնց է դիրքավորվելու, երբ որ հնարավորություն չունի դուրս գալու։ Տեսեք, պատմական ունիկալ շրջան է ու պատմական ընտրություն է նրանով, որ հիմնական ընդդիմադիր առաջնորդը տնային կալանքից է քարոզչական process-ներին մասնակցում։ Երբ որ հնարավորություն լիներ ինքը այստեղ լիներ, դուք արայիք այդ հարցերը իրեն տայիք։ Հիմա մի հատ ավարտի։ Եվ հիմնական հարցը ինչն է, արդարություն խոստված իշխանությունը իր ընդդիմադիրին կալանավորել է։ Ու կալանավորել է բոլորս գիտեն քաղաքական հոդվածով։ Ժողովուրդ ջան, մարդ կա որ կասկածում է որ քաղաքական հոդվածով է կալանավորել։ Այս մարդը վերածվում է դիկտատորի, նոր սկսում է վերածվել։ Այն բաները ինչ ինքը կանի ընտրություններում իրա քիչ հավանական հաջողության դեպքում սա դեռ մուլտնա նենց այնպիսի բաներ է սկսելու անել, որից մեր ժողովուրդը զգալու է սովետական ամենածանր բռնաճնշումների հոտը։
Մարդը աշխատանքից հարյուրավոր մարդիկ է հանում։ Մարդը ուղիղ հայտարարում է, որ բոլոր պաշտոնյաներին ես գաղտնա լսում եմ։ Պաշտոնյան իրավունք չունի ընդդիմադիր լինի։ Որևէ պաշտոնյա պետական։ Իրանք սարքում են ոստիկանական երկիր։ Մի հատ օրինակ բերեմ, որ դուք հասկանաք։ Ամերիկայի հետ համաձայնագրի մեջ փոխգործակցության Ադրբեջանը մտցրել էր նույն կետ Ադրբեջանով, այսպես էր։ Ադրբեջանը ռազմական համագործակցության ռազմական զենք գնելու իրավունք էր ստացել։ Նույն կետով Հայաստանը ոստիկանության աջակցության սարքավորում էր ստացել։ Ոնց է մասնակցելու պարոն Կարապետյանը։ Հանրային ելույթները հիմնականում իհարկե տնից եւ տնային կալանքից է լինելու։ Ցավոք դա այդպես է, բայց մենք այս վիճակում ենք, որ երկրի իշխանությունը հատել է նաև այդ սահմանը, բայց պետք է Ժողովուրդ ջան, մենք դա ընթացքում բան կլինի, կփորձենք։ Դե պատկերացրեք 3 ժամ, 3 ձեր հարցերին պատասխանել է։ Այդ մարդն էր պատասխանում, թե ուրիշ մարդ էր։ Այդ մարդն էր պատասխանում։ Կարապետյան եւ Վերին Լարսի հետ կապված է հայտարարությունը, որ այլևս մեքենա չի կանգնելու, այսպես տարընկալումների տեղին։ Տեսեք, պատմեմ։ Ասում են ինչպես։ Մի կողմից գիտենք եղանակային պայմաններն են, մյուս կողմից Ռուսաստանն է հաճախ ստուգումները խստացնում, սանիտարական այսպես խնդիրներ հայտնաբերում, որն ի դեպ հայ գործարարների բնորոշմամբ արհեստական է։ Ինչպես է այս արգելքները վերացնել։ Լուծումը Վերին Լարսի ինչն է։ Ժողովուրդ ջան, Վերին Լարսով ասում է Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի բեռները։ Այս բոլոր երկրներից մենակ ԵԱՏՄ-ի անդամը Հայաստանը։ Հայկական բեռները հնարավորություն ունեն ոչ թե մաքսային ընդհանրակարգ անցնեն Լարսում, սպասեն հերթի տակ, այլ անցնեն սահմանը երկրի խորքում ավելի հարմար պայմաններում առանց հերթ անցնեն, քանի որ մենք ընդհանուր տնտեսական գոտի ենք, մաքսային գոտի ենք։ Ժամանակին մեզ առաջարկվել է, որ տերմինալ կառուցվի ավելի խորքում, որ հայկական մեքենաները չկանգնեն, վստահ եղեք, դա անելու ենք, այնպես չի որ, այս իշխանությունը մի հատ Վերին Լարսի հարց չի լուծում, ժողովուրդ, մենք Վերին Լարս մի հատ ճամփա է, էլի։ Այդ հարցը ոնց կարա նորմալ իշխանությունը չլուծի։ Դուք նենց ենք մեզ խեղճացրել, որ մի հատ ճանապարհի մասին կարանք ժամերով խոսանք։ Դա մի հատ պայմանավորվածություն է, մի հատ աշխատանքը, մի հատ տերմինալի կառուցումը եւ վերջ։ Բայց կիսում եք այն տեսակետը, որ Ռուսաստանը հաճախ արհեստական է այդ խոչընդոտները, թե փաստաթղթային, թե սանիտարական ստեղծում։ Պետություններ կան, որ ամեն ինչ կախված է այդ երկրի հետ հարաբերություններից։ Մենք պետք է այնպես անենք, որ այդ երկիրը ցանկանա հայկական ապրանքները առնելու, ցանկանա հայ գյուղմթերքը առնելու։ Մի հատ օրինակ ձեզ բերեմ։ 8 տարվա ընթացքում վերջի իշխանության ժամանակ 40,000 հեկտար չի մշակվում։ Առաջ մշակվում էր 240,000 հեկտար էր մշակում առաջ։ Հիմա 200,000 հեկտար է մշակվում։ 8 տարվա ընթացքում, որպեսզի հասկանաք, մի ամբողջ Մասիսի շրջան կարելի ասել, թողել են մի Երևանի տարածքից 2 անգամ շատ տարածք, էլ չի մշակվում։ Ու իջնում է, խնդրեմ ունենք մենք։ Ինչն է խնդիրը։ Պետք է արտաքին աշխարհի հետ առևտուր անենք։ Վերին Լարսը փոքր լուծում է, ու դա են հեշտ լուծումներից է։ Աստված տա բոլոր խնդիրները այդպեսին լինեն։ Շնորհակալ եմ։ Հետի հետ կապված հստակեցում էլի $380,000 մասն է կարծեմ խոսքը, այդքան է առաջարկում։ Չեմ արձագանքում, իրանք ինչ ուզում են, մենք պայքար ենք անում իրանք փոխելու համար, երկրում փոփոխություն բերելու համար, ինչ ուզում են իրանք ակտիվները, բան մեզ այդ առումով ընդհանրապես չի հետաքրքրում։ Ժողովուրդ, մենք ժուրի չենք, պետք է իրար հետ կպնենք ու փոխենք, այս մարդկանց ճամփենք, ուրիշ ձև չկա։ Այս մարդիկ բերում են մեր երկիր, ուրիշ ազգ են բնակեցնելու։ Չեն կարողանալու մերժեն։ Չեն կարողանալու Ալիևին մերժի ինքը։ Ինչ ուզելա, ստացելա։ Շնորհակալ եմ։